Բարև ձեզ, Քրոնիկոնի տաղավարում հյուրընկալել եմ Երևանի Պետական համալսարանի պրոֆեսոր Արթուր Աթանեսյանին։ Պարոն Աթանեսյան, շնորհակալ եմ իմ հրավերն ընդունելու համար։ Եվ ձեզնից ուզում ենք լսել, թե քաղաքական ինչ մշակույթ է Հայաստանում տարածված, ինչ գործիքակազմեր են կիրառում եւ այլ առհասարակ այդ ներկա բնակը ինչպիսին է։ Դա շատ հետաքրքիր հարց է եւ շատ բարդ։ Մենք ասում ենք կոմպլեքս հարց, որը բաղկացած է մասերից։ Եվ նախ եւ առաջ կարելի է կատեգորիկ պատասխանել, որ առհասարակ քաղաքական մշակույթ չկա, բայց այո, ինքը կա, բայց մենք այն չունենք եւ ամեն առումով շրջանցում կամ արհամարում ենք այն փաստը, որ առանց քաղաքական մշակույթի արդյունավետ քաղաքականություն չի լինում։ Մենք դա արհամարելով գնում ենք առաջ եւ մեր քյարթուիզմներով, մեր առնականությամբ, դուխով եւ այլ մեթոդներով, փողով այսպիսի մոտեցումներ կան, բայց այդ մոտեցումները բերեցին մեզ մի տեղ, որ գտնվում ենք այսօր եւ ես չեմ կարծում, որ բոլորը գոհ են այդ վիճակից։ Իսկապես քաղաքական մշակույթը մեթոդ է, անհրաժեշտություն է եւ կարելի ասել, որ առաջինը դա պրոֆեսիոնալիզմն է, գիտելիքների եւ փորձի համախումբ։ Հիմա նայելով նրան, թե մենք ինչպիսի գիտելիքներ ունենք քաղաքականության ոլորտում, կարելի ասել, որ դրանք մասամբ տեսական են, մասամբ հենված են զուտ զգացմունքների վրա եւ զգայարանների, այդպես են զգում մեր քաղաքական գործիչները, թե ինչպես պիտի լինի, բնազդային մոտեցում են ցուցաբերում, եւ բնազդը միշտ չէ, որ սխալ է, ինքը կարող է եւ ճիշտ լինել, բայց դա շատ քիչ է եւ ռիսկային է։ Եվ մեզ մոտ գիտելիքը եւ պրոֆեսիոնալ փորձը դասեր քաղելը, երբ որ ասում ենք դասեր ենք քաղել կամ չենք քաղել, իհարկե չենք քաղել եւ չենք քաղում, ստացվում է այնպես, որ մեր քաղաքական մշակույթի մեջ հաստատ կան ուրեմն տղամարդու ձևով հարցերը լուծելու սովորություններ, մեզ մոտ հաստատ կա առանց սկզբունքների քաղաքականություն ընկալելու մոտեցում, քաղաքականություն, որը անսկզբունքային ոլորտ է, եւ այդ իմաստով մեզ համար ավելի շատ քաղաքական կյանքը արվեստ է, քան պրոֆեսիոնալ գործունեություն։ Մենք մինչեւ այսօր քաղաքականությանը չենք վերաբերում որպես աշխատանքի, որտեղ որ արդյունավետությունը հասցվում է ճիշտ մոտեցումներով, ռազմավարություններով եւ այլնով, մարդկային ռեսուրսների ճիշտ կառավարմամբ, ժամանակի ճիշտ պլանավորմամբ, այդ ամբողջը բացակայում է մեզ մոտ եւ մենք դեռևս քաղաքականությանը վերաբերում ենք որպես կեղտոտ վատ բնագավառի եւ այն մարդը, ով գնում է քաղաքականություն, ինքն իրեն է պիտակավորում եւ դա գիտակցում է եւ սկսում է անել վատ բաներ բնականաբար, որտեղ մտածում է, որ սա վատ տեղ է։ Եթե քաղաքական մշակույթը այլ լիներ մեզ մոտ, այսինքն քաղաքականությունը նույնն է, ինչ որ օրինակ առողջապահության մեջ բժիշկն է, ով օգնում է պացիենտներին, այն մասնագետն է, ով շենք է կառուցում, ապա այո, այդպես մոտենալով քաղաքականությանը մենք իսկապես եւ մեզ կձգեինք եւ մեր հասարակությանը ցույց կտայինք, որ քաղաքականությունը մեզ բոլորիս համար է եւ պրոֆեսիոնալ մոտեցումների ամբողջություն է եւ արդյունքները այլ կլինեին։ Փաստորեն ստացվում է այնպես, որ այս կիսատության մոտեցումների մի ամբողջություն է մեզ համար քաղաքական մեր մշակույթը եւ նաեւ շատ բան արհեստական ներբերված է մեր քաղաքական մշակույթի մեջ, այդ թվում այն, որ մենք ժողովրդավար պետություն ենք։ Մեզ տվել են սա 90-ականների սկզբին, 80-ականների վերջում եւ մենք դա վերցրեցինք։ Շատ արհեստական միջև այսօր դեմոկրատիային հավատում են շատ քչերը, իսկ ռեալ գիտեն թե դա ինչ է, ել ավելի քիչ մարդիկ եւ մեր հասարակության մեջ եւ քաղաքական դաշտում իրենք չեն հավատում դեմոկրատիային, ուղղակի այդ խաղի կանոններն են տարածվել եւ խաղում են, վատ են խաղում։ Որևէ մեկ չի հավատում այսօր Հայաստանում, որ մենք ժողովրդավարական պետություն ենք։ Նաեւ դրան չի հավատում ժողովրդավարական աշխարհը։ Հակառակ դեպքում մեզ կվերաբերել մի քիչ։ Որոնք բարձր ամբիոններից խոսում են այդ մասին, բայց չեն հավատում։ Իհարկե, եւ այդ դիմակահանդեսի մոմենտն է այստեղ, երբ որ մենք իհարկե միջնադարյան դիմակահանդեսը իսկապես քաղաքական տեխնոլոգիա էր, երբ որ թագավորը եւ ժողովուրդը հագնում էին դիմակներ, միախառնվում էին, որպեսզի միմյանց ավելի լավ ճանաչեն ու զգան,
եւ դրա արդյունքում կառավարող էլիտան բարբերաբար իջնում էր ժողովրդի մեջ եւ ճշտելով իր համար իր ընկալումները դրանով էր նաև առաջնորդվում կամ չէր առաջնորդվում։ Մենք նաև արևելյան հեքիաթներից ենք դա հիշում, խալիֆները գնում էին բազար, որպեսզի առևտուր անելուց իմանան ժողովուրդը ինչ է։ Հա, իսկ մեզ համար դեմոկրատիան է դիմակահանդես, մենք բոլորս դրել ենք այդ դիմակը եւ բոլորը տեսնում են, որ դա դիմակ է։ Բայց մենք այն չենք անում եւ չենք առերեսվում իրական դեմքերի հետ, իսկ երբ որ առերեսվում ենք, մեզ դա դուր չի գալիս, որտեղ իրական դեմքը ավելի լավը չի, քան այդ դեմոկրատական դիմակը։ Երկու խնդրեմ ունենք ըստ էության, կամ խաղում ենք ավելի լավ, կամ չենք խաղում, բայց աշխատում ենք իսկապես ավելի լավ, ինչպես որ կանք։ Եվ դա ազնիվ ցուցադրելով ավելի արդյունավետ ենք մեզ դրսևորում։ Այս երկուսը մեզանում կամ կիսատ է, կամ բացակա է։ Իսկ ինչն է մեզ մոտ բնական քաղաքական մշակույթում, այո, իսկապես բնական են այդ սովորույթները, որոնք որ կապված են առօրյա կյանքի հետ։ Շատ հաճախ մեր քաղաքական գործիչները եւ ժողովուրդը այնպես են վերաբերում քաղաքականությանը եւ պետությանը, ինչպես որ սովորական բաներին, խանութին, էժան գներով թանկ ապրանք առնելու ցանկություն են ունենում, ասենք շատ ձայներ ստանալ են ուզում, բայց քիչ աշխատելով։ Բնակչությունն է, ով ուզում է ընտրել մեկին, ով 5 տարի շարունակ գոնե իրենց չի խանգարի եւ իրենց ծանոթ բարեկամների հետ կապ կունենա։ Այսինքն այս առօրյա կենցաղային մոտեցումը մեզանում գրեթե չի տարբերվում, երբ որ մենք մեր պետության մասին ենք մտածում եւ մեր պետականության կառուցմամբ ենք զբաղվում, սրա հետևանքն են այն բոլոր թերությունները, որոնք մենք ունենք։ Իսկ ովքեր պետք է քաղաքական մշակույթի դասերը տան մեր պետության ներսում, ինչպես լինել կամ արդյոք որևէ իշխանության ձեռնտու է ունենալ այդ մշակույթը ձևավորող միջավայրը կամ էլիտան, դրանք գուցե հետո պոտենցիալ իրեն չընտրողները լինեն։ Ովքեր են այդ մարզիչները քաղաքական մշակույթի։ Շատ լավ բառ է գտել եւ իրականում կամ նկարիչները, ասենք, եթե դա կամ կոմպոզիտորները քաղաքականության մեջ ովքեր են։ Եվ կա երկու մոտեցում։ Ինչպես ցանկացած մշակույթ, այնպես էլ քաղաքական մշակույթը ձևավորվում է նրանց կողմից, ով մշակույթ գիտի։ Սովորաբար զանգվածը չէ դա։ Այո։ Մշակույթը բարձր կատեգորիա է, զանգվածը սովորական մարդիկ են եւ իրենցից պահանջել բարձր կլասի վարքագիծ պետք էլ չի։ Նաեւ հայհոյել, վիրավորել երբեք։ Ցանկացած հասարակություն նույնն է։ Այն ունի խելացի եւ ոչ խելացի զանգված, այն ունի пассив եւ ակտիվ մարդիկ, կարգապահ եւ ոչ։ Կարևորն այն է, որպեսզի մշակույթը ձևավորի այն լավերի ամբողջությունը, ովքեր որ իրենց կարևոր դրական եւ բոլորի համար անհրաժեշտ որակները կարողանան տարածել եւ պահանջել նաեւ բոլոր մյուսներից։ Կոպիտ ասած, եթե մենք բոլորս կարող ենք գալ եւ օրինակ ճաշ ձեռքերով ուտել, ինչպես հնադարյան մարդը, ապա մշակույթը այն է, երբ որ դու ցույց ես տալի մյուսներին մեծամասնությանը, որ այդպես պետք չէ մեկ, եւ երկրորդը կան մոտեցումներ, մեթոդներ, որոնք քեզ ավելի բարձր են դասելու, քան սովորական այդ քարանձավային մարդ։ Ցավոք սրտի մեր մոտ այդ մշակույթ ձևավորող էլիտա կոչվածը, ինչու է էլիտա վերնախավ, բարձա, որովհետև ինքը վերևում պետք է գտնվի, ոչ թե վերևում ամենաթանկ, ասենք, հարկերը գնի նորակառույց շենքում, այլ վերևում իր վարքագծի իմաստով ավելի լավը լինի, ինչպես սերուցքը, չնայած կա ասացված, որ կաթի մակերեսին ոչ միայն սերուցքն է լինում, այլ նաև փրփուրը, պղպջակներ, դատարկություններ, նայած ինչ ենք այդ կաթի հետ անում, եթե թափ ենք տալիս, իսկ թափ տալը քաղաքականության մեջ կարող է լինել հեղափոխության հետևանքով կամ միջոցով, հա, հեղափոխությունների հետևանքով պղպջակներ են առաջանում կաթի մակերեսին եւ ոչ թե կարագը։ Բայց երբ որ կաթը հանգիստ ես թողնում, ինքը կամաց-կամաց արտադրում է էլիտաներ, այդ սերուցքը վերևում եւ այդ սերուցքը ավելի լավն է համարում եւ ավելի թանկարժեք է։ Հիմա ըստ էության մենք անընդհատ մեզ թափ տալով ցավոք սրտի եւ այդ անընդհատ մեզ թափ տալը կապված է նաեւ մեր սեփական ներքին քաղաքական մշակույթի հետ։ Մենք մեզ թափ տվեցինք անկախության տարիներին, միջև այդ մեզ թափ տվեց երկրաշարժը ցավոք սրտի,
ապա պատերազմը մեզ թափ տվեց եւ հիմա 18 թվի հեղափոխությունը մեզ անընդհատ ուրեմն անհանգիստ են թողնում նաեւ յուրայինները եւ մենք արտադրում ենք պղպջակներ եւ այդ պղպջակները որոշ ժամանակ անց պայթում են եւ մենք տեսնում ենք որ դատարկ տեղ հայտնվեցինք իսկապես մենք ձեռք բերեցինք վերադարձրեցինք ամրացրեցինք Արցախը բայց նոր այդ ցնցումները եւ պղպջակները պայթեցրեցին այդ երազանքը եւ պարզվեց որ չկա դատարկություն է տիրում այս է վիճակը եւ իսկապես սա նշանակում է որ հայ հասարակության համար ոչ թե հեղափոխությունն է արդյունավետ այլ արդիականացումը եւ զարգացումը կայունության ապահովման պայմաններում կայուն զարգացում եւ ոչ թե հեղափոխում Սա նաև երևում է ոչ միայն քաղաքական մշակույթի մեջ, այլ առհասարակ մշակույթի մեջ, երբ որ մենք ամեն ցնցումից հետո սկսում ենք վերացնել այն ստեղծածը, ինչ կար միջև այդ, վերացնել ֆիզիկապես անգամ։ Քանդում ենք արձաններ, մենք քանդում ենք այդպես եղավ նաև քրիստոնեության հաստատման ժամանակից ի վեր, այո, մենք քանդում ենք նախորդը։ Իսկ եթե մենք արդիականացնեինք, ավելացնեինք, եւ սա երևում է օրինակ Իտալիայում կամ Ֆրանսիայում մենք տեսնում ենք մի շենքի ֆունդամենտ, որը որ ստեղծվել է հին Հռոմի ժամանակ, որի վրա կառուցվել է միջնադարյան մի քանի նոր հարկ, որի վերևում կառուցվել է կտուր արդեն ժամանակակից պայմաններում, մենք Հռոմը նայելով տեսնում ենք, որ հին քաղաքը եւ նորը համատեղված են եւ ոչ թե մեկը կառուցվել է մյուսի փոխարեն, որովհետեւ տեղի է ունեցել անընդհատ կայուն զարգացում, ընդլայնում։ Մինչդեռ մեզ մոտ մենք անընդհատ փորձում ենք մեզ ճոճել, թափ տալ, հանգիստ չենք ուզում քնել եւ մեր ժողովրդական լեզվով ասած ուժը պատում է միայն մեր վրա, ցավոք սրտի, այսինքն մենք ինքներս մեզ ենք քրքրում, մինչդեռ կարելի է հերանեկարային մտածողություն ունենալ եւ նայել տեսնել, թե ինչ կարելի է անել մեր միջավայրում, մեր շուրջը։ Այսպիսին է օրինակ մեր հայկական քրիստոնեությունը։ Մենք ունենք շատ մեծ իրավունքներ այլ քրիստոնեական եկեղեցիների համեմատ տարածվելու եւ աշխարհին նաեւ հուշելու որն է քրիստոնեական բարոյականությունը։ Մենք կարող ենք ծառայել շատերի համար որպես փափուկ ուժ ցույց տալ, թե ինչ է բարոյականությունը։ Դա չի նշանակում միամտություն։ Սա էլ է մեր քաղաքական մշակույթի թերություններից մեկը, որը գալիս է սովորական մարդու մտածողությունից, ցավոք սրտի, երբ որ մենք լավը համեմատում ենք թուլության հետ։ Իրականում սերը շատ մեծ ուժ է։ Եվ եթե մենք փորձեինք օրինակ ոչ թե Եվրոպայից հիմա սովորել իրենց արժեքները, որոնք շատ փոխվել են եւ այսօր իրենք եվրոպական չեն, այլ տայինք նրանց իրենց մոռացած քրիստոնեական արժեքները, որպես իրենց հետ ծագած եւ իրենցից շատ հաճախ ավելի հին եկեղեցի, մենք կընդլայնվեինք եւ չէինք զբաղվի նրանով, որ հիմա մենք մեր միսն ենք ուտում։ Ինքներս մեր եկեղեցին ենք քրքրում։ Մենք պիտի աշխատեինք ընդլայնման ուղղությամբ։ Եվ սա էլ է մեր քաղաքական մշակույթի թերություններից մեկը։ Մենք չունենք ռազմավարական մտածողություն եւ պլանավորում։ Մենք հեռատես չենք եւ մենք չենք կանխարգելում ռիսկեր, մենք չենք կանխում վտանգներ։ Մենք վերջի րոպեին ենք ակտիվանում։ Սա կոչվում է ռեակտիվ մտածողություն, երբ որ դու զուտ արձագանքում ես, իսկ ռեակտիվ մտածողությունը պարզագույն բույսերին հատուկ վերաբերմունք է աշխարհին։ Բույսն է արձագանքում արևի շողերին, մինչդեռ կենդանին, առավել եւս մարդը, պետք է առաջ գնա եւ պետք է ինքը ստեղծի իր միջավայրը։ Մենք մինչև այսօր ապրում ենք ուրիշների կողմից մեր շուրջ ստեղծված միջավայրում եւ բնականաբար խնդիրներ ենք ունենում։ Եվ փորում ենք այն, ինչ ունենք, սկսած 5-րդ դարից, սկսած 4-րդ դարից եւ դեռ ավելին, դեռ Ուրարտուից մինչև Էրեբունի, հիմա Երևան, հայոց պատմություն, Հայաստանի պատմություն, եկեղեցի, վերջը մենք ինչ ենք ուզում։ Մեր երազանքը ո՞րն է։ Հա, հայոց աշխարհը մշտապես սեղմվել է։ Սեղմվել է, փոքրացել է եւ կոնցենտրացվել է։ Շագրենին կաշին։ Սա շատ վատ բան է, որովհետեւ կան գիտափորձեր, երբ որ կենդանիներին փոքր վանդակի մեջ ես դնում, իրենք սկսում են միմյանց խժռել։ Բայց այդ վանդակը մենք ենք ինքներս տարկում։ Մենք ենք պատը սպառում մեր տները, օրինակ։ Սեփական տները Ամերիկայում չունեն պատեր։
բայց ունեն կանաչ գոտի, իսկ մենք ունենք քար պատ, եւ մեր այդ քարե մտածողությունը գալիս է քարե դարից։ Մենք այդտեղ ենք, մենք քարանձավային ժողովուրդ ենք։ Եվ սա ուներ իհարկե իր պլյուսները, որովհետև եթե քարանձավում ապրել ես հնադարյան ժամանակներում, երբ որ քո շուրջ վայրի կենդանի եւ դինոզավրներ էին, այո, քարանձավում լինելը լավ է։ Բայց այսօրվա պայմաններում մենք պիտի երևի տրանսլյացիա, այսինքն վաճառեինք, նվիրեինք, տարածեինք մեր եսը, մեր հայկականությունը, սահմանները հեռացնելով մեզնից եւ ոչ թե խտացնելով Երևանի շուրջ ամբողջ Հայաստանը։ Մենք պիտի դուրս գայինք մեր եսից եւ տարածվեինք, ոչ թե արտագաղթի միջոցով, այլ վաճառելով, նվիրելով եւ ցուցադրելով լավ օրինակներ բոլոր բնակավարներում։ Մենք պիտի ստեղծագործեինք, տայինք եւ մնալով այստեղ Հայաստանում լինեինք կենտրոններից մեկը այս աշխարհի զարգացման համար։ Սակայն ցավոք սրտի մենք այդպես չենք մտածում, սա ռազմավարական մտածողություն կլիներ։ Մենք այդպես չենք մտածում եւ մեզ չի հետաքրում օրինակ, որ այո Գլենդելում բնակչության կեսը հայ է, բայց մենք կիսով չափ գոնե Ամերիկային ինչ որ բան տալիս ենք, իհարկե ոչ։ Եվ մեզ դա չի անհանգստացնում, ով ենք մենք, ֆիզիկական զանգված, որը օգտվում է Ամերիկայի բարիքներից, բայց մեկ օր կգա եւ Ամերիկայում կմտածեն այդ ուղղությամբ, թե կա բնակչության մի զանգված, որը մեզ ոչինչ չի տալիս։ Ինձ թվում է արդեն սկսել են մտածել եւ դա մեզ համար հերթական սպառնալիք է, բայց մենք չենք մտածում նախորոք դժվարությունների, խնդիրների եւ դրանց կանխարգելման մասին։ Շատ չեները մեր պատմության մեջ շատ են։ Ղրիմյան հայրիկին հիշենք, չունենք, չենք կարող, չենք կարողացել, չենք կարողանալու։ Այս շղթան անվերջ է լինելու։ Չենք կարողանալուն տխուր է։ Այո, եւ անկարող ազգ լինելը քաղաքականության եւ քաղաքագիտության մեջ կոչվում է ձախողված ժողովուրդ եւ պետություն։ Հիմա սա այս շղթան անվերջ չեների կարելի է կանգնեցնել։ Հետեւյալ ձևով միասին կամ գոնե ուժեղներով ինչ որ բաներ անենք, որոնք չեն կփոխեն այոյի։ Չենք կարող, եկեք կարողանանք։ Չէիք ուզում, եկեք ուզենանք, եկեք փոխվենք, եկեք լավ մեզ պահենք, եկեք մեզ ուժեղ դարձնենք եւ ոչ թե ասենք չենք կարող ուժեղանալ։ Ինչպես է սպորտում։ Մարզիկը տեսնելով իր սխալները եւ շատ լավ խոսք ունեն մարզիկները, ես միշտ շփվում եմ, սպորտով ինքս զբաղվում եմ, որ մեր ամենամեծ օգնությունը մեր պարտությունն է, որովհետև երբ որ դու պարտվում ես մարզումներում եւ մրցումներում, նու ուժեղանում ես, նու գալիս ես տուն, քեզ հավաքում ես եւ սկսում ես ուժեղանալ։ Այդպես անում է ուժեղը իրականում, ով որ պոտենցիալ ուժեղ է։ Թույլը փախչում է եւ ասում՝ «Ես այլևս չեմ զբաղվելու այդ ամեն ինչով»։ Իմը չէր։ Գնում է եւ իմը չէր։ Ես ցավոք սրտի պիտի ասեմ, որ օրինակ մեր երեխաներին դպրոցներում չեն սովորեցնում չնեղանալ, չփախչել, այլ գնալ առաջ, ուժեղանալ եւ վերադառնալով հաղթել։ Վերադառնալով եւ հաղթելը մեզ համար քաղաքականության մեջ երկու կարևոր սկզբունք պիտի լինի՝ վերադառնալ այնտեղ, որտեղ էինք, եւ կրել։ Բայց դրա համար մենք պիտի օր ու գիշեր աշխատենք եւ ոչ թե օրինակ սոցցանցերում տարածենք ատելության խոսքեր։ Իդեպ սոցցանցերում հայհոյանքը դադարեցնելու կամ հայհոյանքով չպատասխանելու մասին գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշում եք, որ ամիսներ առաջ հակառակներ արել, պնդելով, որ իրենք պատասխանելու են բոլոր այն հայհոյանքներին, որոնք հայհոյանքներ են, այդ պնդումը կար։ Սա հասարակության արձագանքից է քաղաքական այդ որոշման փոփոխությունը ըստ ձեզ, թե ինչու մեկ օր որոշեն պատասխանել այն լեզվով, որ լեզվով օրինակ խոսում են իրենց հասցեին, մեկ օր կոչանել դադարեցնել եւ չպատասխանել այդ կերպ եւ դա չընկալել որպես թուլություն։ Մենք քաղաքական մշակույթի նորից տեսանկյունից դրան նայենք, մենք արևելյան ավելի շուտ քաղաքական մշակույթ ենք։ Գրողներ ենք, այո։ Եվ արևելքում, այո, եթե ասում ես այո, դա կարող է նշանակել միգուցե եւ այլն, միգուցեն ոչ, արևմուտքում չէ, այդպես չէ, եւ եթե այո է, ապա դա բանավոր պայմանագիր է։ Մեր դեպքում փաստորեն եւ էլիտան եւ բնակչությունը անում է արևելյան բաներ, ինքը կարող է ասել, որ եկեք միմյանց սիրենք եւ ատելության խոսք չասենք, բայց վաղը սկսի ատելության խոսք տարածել։ Եվ հակառակը, ասի, գիտեք, ես զզվում եմ ձեզնից, բայց սիրում եմ օրինակ ռեալ ինչ որ։ Եվ
Հա, ցավոք սրտի արևելյան քաղաքական մշակույթի պայմաններում կատեգորիկ միանշանակ հստակ խոսքերին չպետք է հավատալ։ Այսինքն չպետք է հավատալ այդ գրառումներին եւ սիրո մասին եւ ատելություն չտարածելու կամ ատելու մասին։ Սրանք բոլորը թատրոն են։ Փոխվում է արդյոք մեր հասարակությունը, մեր պահանջները, ինչ ենք փնտրում մենք, ինչ ենք ուզում մենք, ինչպիսի առաջնորդ ենք ուզում մենք, առհասարակ ուզում ենք թե չենք ուզում, այն ժողովրդի ծոցից ելած մարդուն հիմա ուզում ենք թե այլևս պետք չի։ Ինչի մասին են մեր հասարակության պատկերացումները։ Արցախի մասին խոսելիս նշեցիք մեր երազանքը, հիմա ունի հայ ժողովուրդը երազանք։ Միգուցե ունի, այսօրվա հայ ժողովրդի երազանքը, եթե կարողանայինք կարդալ մտքերը եւ ոչ թե դիմեինք սոցիոլոգիային օրինակ, այլ զուտ դիտարկեինք, այսօրվա հայ ժողովրդի երազանքն է պատրաստվել նոր տարվան, գնել մեքենա, բնակարան, ձերբազատվել վարկերից, դառնալ հայտնի, ունենալ բազում հետևորդներ սոցցանցերում, լինել սիրուն, գնալ պլաստիկ վիրահատությունների, գնալ շրջագայելու Եգիպտոսներ եւ այլ տեղեր եւ ունենալու ամերիկյան անձնագիր կամ գոնե green card։ Սա տիպիկ հայկական երազանք է։ Դրանք բոլորը առնչվում են անձին։ Ինձ թվում է, որ անձը իր անձնական երազանքներից շատ հազվադեպ է այն կողմ գնում դեպի օրինակ պետական կամ համազգային երազանքներ եւ մեզանում այո հիմա շատ ես կարծում շատ հատուկ են մարդիկ են երազում ամեն ինչ տալ ինչ ունեն միայն թե մեր պետությունը ուժեղ դառնա որևէ մեկ համոզված եմ այդպես չի երազում կամ եթե երազում է ուժեղ պետության մասին մտածում է որ դա խանութի պես է գնացիր առար եւ ունեցար եւ այն չի կառուցվում քո անձամբ քո ուժերով Էս է եւ դա տիպիկ է էլի եմ ասում քաղաքական ոլորտի մեծ ծառայողները ճակերտների մեջ կամ իրականում որովհետեւ բոլորը չէ որ նույնն են եւ մեր հասարակությունը շատ նման են մտածում մեր քաղաքական մշակույթը մեր կենցաղային մշակույթի արտապատկերն է ոչինչ չանելով ամեն ինչ ունենալ այս սա է իդեալը եւ բացառությամբ մեր հերոսների ովքեր որ մեզ համար փորձեցին ջանք գործադրել եւ պարզվեց որ փոքրամասնություն էին եթե մեծամասնություն լինեին եթե ամեն մեկը զինվոր լիներ օրինակ ազգբանակ հայեցակարգի համաձայն մենք չէինք պարտվի մենք կարծես թե մեր լավերին եւ ուժեղներին առաջի պլան ենք բրթել առաջի գիծ ենք ուղարկել եւ իրենք պարզվեց որ փոքրամասնություն էին յետևում դատարկ էր Եվ ահա իրենք զոհաբերեցին իրենց հանուն մեզ բոլորիս։ Հիմա եթե բոլորս պատրաստ լինեինք նույն սխրանքների, իրենց ոլորտներում անպայման չէ ուղիղ առաջի գիծ գնալ եւ զենքը ձեռքիդ դա անել, բայց արդյոք առավոտյան արթնանալիս ամեն մի հայաստանցի եւ առհասարակ հայ աշխարհում մտածում է այսօրվա օրը արդյունավետ, իմաստալից եւ հանրօգուտ աշխատանքներով լցնելու մասին։ Այսինքն Ես միշտ դա ասում եմ, հանրօգուտ բառը շատ տարածված չէ մեզանում, ցավոք, բայց մենք քիչ ենք եւ հանրօգուտ մոտեցումը մեզ կօգներ։ Եթե ամեն մեկը սանի ոչ միայն իր համար, այլ շատերի միաժամանակ եւ դա անի ամեն մեկը, մենք բոլորս ծածկված կլինենք այդ զոնտիկով, պաշտպանված կլինենք անձրևից եւ վատ բաներից, եթե այո, մեկը պահի է զոնտիկը մյուսի գլխին, մյուսը քո համար ուտելիք պատրաստի, երրորդը մեզ բոլորիս ասենք թե ապահովի ինֆորմացիայով, փոխլրացման ձևով փոքր ժողովուրդները կարող են շատ արդյունավետ լինել, բայց դա էլ կառավարման որակի մասին է խոսում, իսկ մենք որակյալ կառավարում չենք ունեցել եւ հիմա էլ չունենք։ Մենք ունենք կառավարում, որը որ տարածվում է յուրայինների վրա միշտ, դրական իմաստով, եւ կառավարում մյուսների վրա տարածվող բացասական իմաստով։ Մեզ մոտ այդ սուբյեկտիվ մոտեցումը կառավարմանը եւ պետությանը եղել է կա ցավոք սրտի եւ այդպես էլ երևի կլինի, եթե մեր քաղաքական մշակույթը ինքներս մենք չփոխենք։ 44-օրյա պատերազմի մասին էր նաև ձեր դիտարկումները 44-օրյայից հետո արդյոք այնպեսին պետք է լինեինք մենք ոնց եղանք հիմա ունենք փաստեր թե մենք ինչպեսին ենք կամ դրան զուգահեռ մենք հիշում ենք մեր գրքերում ֆիլմերում հերոստատեսությամբ
հերոսների մեծարանք եւ այլն եւ այլն։ Հիմա կարծեք թե այդ ամենը շատ փոքր նվազ խմբագրման վրա է դրած այնուամենայնիվ։ Մենք ինչ ենք անում եւ նաեւ 44 օրից հետո։ Մինչ այդ որոշակի դաստիարակվածություն, ուղղություն կար, այնտեղ միֆեր կային, իրականություն կար, որը ձեր ասացի նման բարձվեց 44 օրյա պատերազմի ընթացքում։ Իսկ հետո մեր արձագանքը նորմալ է, թե շոկային է, թե հենց այդպես էլ պետք է լիներ։ Եվ է, մեզ մոտ բոլոր տեսակի արձագանքներ կան։ Օրինակ ԵՊՀ-ում, Երևանի Մայրբուհում, Երևանի Պետական Համալսարանում շատ լսարաններ անվանվել են մեր զոհված երիտասարդների, զինծառայողների անուններով, միջանցքներում կարելի է տեսնել եւ հպարտացած ուսանողներ, ովքեր որ այդտեղ նայում են ուշադիր եւ ոմանք խաչակնքվում են, ոմանք գիտեն անձամբ այդ տեսեք 5 տարի անցել 20 թվից, բայց ուսանողը որ չի տեսել այդ զինվորին իր ֆակուլտետում այդ ժամանակ սովորած, ընդունված եւ զոհված պատերազմում հերոսացած, նա գիտի անձամբ թե ինքը ով է, իրենք ովքեր են։ Ցավոք շատ ենք եւ շատ ենք ուրեմն կորցրել կորուստները մեր եւ այդ իմաստով մշակույթը հիշելու եւ պատվելու մեր լավերին կա է եւ ավանդական է մեզ համար։ Մեր ավանդական արժեքները շատ լավն են։ Ոմանք շտապեցին դրանցից ազատվել եւ փոխվել։ Մենք ունենք շատ լավ հայկական եւ հայի եսը եւ ավանդական մոտեցումներ լավի եւ վատի հանդեպ։ Խոսքը ոչ թե հարցանեկան ավանդույթի մասին է, այլ վերաբերմունքի, հիշողությանը վերաբերվելուն մասնավորապես։ Եվ այո, մենք հիշում ենք եւ մենք ոչ միայն սգում ենք, այլ նաեւ շատ-շատերը ուժեղացել են։ Մեր սպորտսմենները նորից ուզում են հաղթանակ ցուցադրել սպորտում, կոմպենսացնելով պարտությունները մարտական դաշտում, իսկ էլի վերադառնալով հին աշխարհին, Հռոմ, Սպարտա, այդտեղ մարզիկը եւ զինվորը նույնն էին։ Իրենք ուժեղանում էին, որպեսզի պաշտպանեն նաեւ պետությունը, նաեւ համբավ ստեղծելու միջոցով, երբ որ քո սպորտսմենները ուժեղ են, թշնամին պոտենցիալ իմաստով չի ուզում հարձակվել այդպիսի երկրի վրա, որովհետև գիտի ուժեղ են։ Ակամա վերադառնում ենք մտածողությամբ մեր դպրոցներին նորից, որտեղ ֆիզկուլտուրայի դասեր գրեթե նորմալ չեն անում։ Այսինքն ուժեղ երիտասարդը մեր իմիջի մի մասը չի ցավոք սրտի միջև այսօր 30 տարեկան երրորդ հանրապետություն ենք, մտածելու տեղիք է տալիս։ Եվ կամ աշխատանքի դասերը մեզ համար դպրոցում կարևոր չեն, մինչդեռ աշխատելը եւ սպորտով զբաղվելը երկու կարևորագույն որակներ են բոլորի համար, եւ տղաների եւ աղջիկների հաղթելու ապագայում, եւ սպորտում, եւ աշխատանքում, եւ նաեւ ռազմական դաշտում։ Ասեք, մենք կարծես թե որևէ դաս չենք քաղում ոչ մի բանից։ Բայց միևնույն ժամանակ հիշողության առումով գնահատում եւ կարևորում ենք այն բոլոր փաստերը, որոնք մեզ հետ տեղի են ունեցել եւ ոմանք տխրում են, ոմանք փորձում են այդ ստրեսային վիճակից դուրս գալ, տրավմայից, շատ ճիշտ ասեցիք, դեպրեսիվ վիճակից եւ փորձում են զբաղեցնել իրենց աշխատանքով, ուսմամբ, երաժշտությամբ, ժամանցներով։ Նորից երեխաներ ունենալով ի վերջո հերոսների մայրերը։ Այո, իհարկե։ Այսպիսի դինամիկա կա, նորից խնդրեմը մեր այն է, որ մենք մեծամասամբ միևնույն ուղղությամբ չենք քայլում։ Տրոհված վիճակ է, եւ երբ որ մեկը կառուցում է, մյուսը քանդում է, մեկը ծառ է տնկում, մյուսը անտառ է այրում, եւ ես կարողացա ուրեմն Դիլիջան գնալ, երբ որ անտառները այրվում էին եւ տեսա մեր փրկարար մասնագետների հերոսական աշխատանք, լուր տրակյաց այդ մարդիկ բոլորը զբաղված էին փրկելով մեր անտառները, լուր, բայց չէ որ ոմանք դրանք այրել են։ Եվ միևնույն ժամանակ նույն օրերին Երևանի քաղաքապետարանը ծառահատումներ է արել Երևանում։ Այսինքն ոմանք փրկում են ծառ, մյուսները կտրում են ծառեր։ Եվ սա մեկ ազգ է։ Այդպես ազգը չի զարգանա կյանքում։ Մենք պիտի մեկ ուղղությամբ գնանք, ընդ որում ոչ թե մեկ ուղղությամբ, որ իշխանությունն է հայտարարում, այլ այն ռացիոնալ, պարզ սխեմայով ծառը լավ է, առանց ծառի վատ է։ Ուրեմն բոլորս ծառը փրկենք եւ ոչ թե բոլորս ծառահատենք։
եւ թույլ չտանք, որպեսզի ինչ որ մեկ մեր կողքով անցնելով այդ ճյուղը պոկի ծառից կամ փչացնի եւ այլ։ Սա մշակույթ է։ Ես ինքս օրինակ մեկ որպես գիտնական պիտի օբյեկտիվ լինեմ։ Ես իմ սերը հայ ժողովրդի հանդեպ ամեն տեղ դրսևորում եմ, բայց որպես մասնագետ փորձում եմ կողքից նայել եւ ես չեմ հասկանում այս հասարակությանը, երբ որ ինքը չի կարեւորում բնություն։ Եվ երբ որ ինքը գերեզմաններին չունի ծառ տնկած, այլ միայն քարեր են։ Եթե ամեն մի խաչ քարի փոխարեն մենք մեկ ծառ տնկեինք, ծառ տնկելն էլ է ստեղծագործություն։ Անպայման չէ տանջվել քարի վրա, երբ որ դու կարող ես քարի կողքին կամ դրա փոխարեն կանաչապատել։ Մենք ավելի առողջ ժողովուրդ կլինեինք եւ օրինակելի։ Մենք այնքան կանխատեսելի ենք դարձել ամբողջ աշխարհի համար, որ մեզ հեշտ է հաղթել։ Մենք նույն վարկն ենք դրսևորում միշտ, շատ կանխատեսելի ենք։ Մենք ունենք սքո մշակույթ, դարերով եկող, մենք շատ լավ սքում ենք, բայց դրանից հետո գալիս ենք տուն եւ մի թղթի վրա չենք գրում, եկեք անենք հետեւյալը, որպեսզի հաջորդ անգամ ստիպված չլինենք սքալու։ Շատ կանխատեսելի ենք։ Իսկ խորհրդանիշների վրա մարդկանց էմոցիաներն ինչպիսին են։ Օրինակ հիմա դրանք ինչ ազդեցություն են թողնում։ Նույն Արարատը, որը այլևս մեր պետական ոչ մի ապարատի, ոչ մի տեսապատկերում չկա։ Դա լավ է թե վատ ի վերջո։ Մեզ մոտ մեր պետականը ես չէի ուզենա նույնացնել իշխանականի հետ եւ ես միշտ նաեւ խնդրում եմ բոլորին, որ եկեք մեր պետությունը եւ երկիրը չքաղաքականացնենք այն իմաստով, որ երբ որ ասում ենք երկիրը երկիր, չի մենք գիտենք, հասկանում ենք, որ խոսքը կառավարման, վատ կառավարման մասին է, բայց չէ, մեր երկիրը մերն է եւ գոնե այդ իմաստով լավն է։ Սեփականը երբեք չի կարելի փնովել, բայց կարելի է զարգացնել, մաքրել։ Հա, մենք սիրում ենք մեր տունը, բայց եթե մաքրություն չանենք, կվերածվի Զիբիլանոցի մի օր, աղբանոցի եւ այդպես է լինում է մեր պետության հետ։ Մենք այն չենք մաքրում վատից, վատ երևույթներից եւ այն ամեն ինչից, ինչի մասին այսօր խոսում ենք, շատ կարճ, ցուցակը երկար է։ Բայց մենք միշտ պիտի շնորհակալ լինենք, որ ունենք պետություն, պետականություն եւ ունենք կարողություն այն պաշտպանելու։ Ուղղակի դա պիտի անել եւ ոչ թե այդ մասին խոսել։ Եվ ուրեմն հարցը այն մասին է, որ եթե խոսքը գնում է այսօրվա կառավարող էլիտայի մասին, ովքեր որ կռվում են սիմվոլների դեմ, ապա ես վախենամ, բայց իրենց դրանով մեկուսացնում են։ Միշտ Մասիսարը եւ իր հանդեպ սերը մեր մեջ կլինի ավելի ուժեղ, քան մեր ցանկությունը վերընտրելու այս կամ այն քաղաքական ուժին։ Մասիսը միշտ ավելի բարձր է, քան մեր էլիտաները։ Որևէ մի մարդ չի կարող ավելի բարձր լինել, քան Մասիսը եւ պատահական չի, որ այն աստվածաշնչյան լեռ է։ Այնտեղ կարելի է հայտնվել իրավունք ունենալով միայն այդտեղ լինելու, եթե ջրհեղեղ լինի ամբողջ աշխարհում։ Այնտեղ, գիտեք, սահմաններով չէ, որ մենք Թուրքիայի սահման ունենք եւ տեսնում ենք, որ Մասիսը իրենց սահմանից այն կողմն է, չէ, իրենք Մասիսը իրենցով չեն արել դրանով իսկ։ Երբ որ լինի ջրհեղեղ, այն մարդ, ով իրավունք ունենա այնտեղ հայտնվելու, նրանն է լինելու Մասիսը եւ դրա համար մենք չպիտի դադարենք այդ ուղղությամբ նայել գոնե։ Իսկ մենք նայում ենք Մասիսին, օր ու գիշեր։ Երբ որ ինքնաթիռը վայրեջք է կատարում Զվարթնոցում, մենք աջ կողմից կամ ձախ միշտ տեսնում ենք Մասիսը, անգամ եթե չի երևում, տեսնում ենք։ Եվ սա է մեր հայկական եսը, բայց նորից հաջորդ քայլը եկեք անենք ամեն ինչ, որպեսզի այս ամբողջը երբեք չկորցնենք, ոչ հիշողության մակարդակում, ոչ ռազմավարության, ոչ իրականության իմաստով։ Ոչ էլ դաստիարակության, որպեսզի որևէ քայլ, որևէ բանի վրա ազդեցություն չունենա։ Ոչ մի ձևով։ Շնորհակալ եմ, պարոն Աթանեսյան, հեռուստադիտողին հիշեցնեմ, որ իմ հյուրը Երևանի Պետական Համալսարանի պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն էր։